Շնորհակալություն, պարոն Բաբայան, ինչ վերաբերում է գիտաշխատողների վարձատրության բարձրացմանը, կառավարությունը 21 թվականին կայացրեց այդ որոշումը եւ 22 թվականի հունվարի 1-ից շարունակաբար մինչեւ 25 թվականի հունվարի 1-ը, որը վերջին փուլն էր, աշխատավարձերը բարձրացել են 105-ից 300%-ի չափով եւ այսօր մենք ունենք իրավիճակ, որ բազային ֆինանսավորմամբ 533,000 դրամի չափով վարձատրություն են ստանում մարդիկ, գլխավոր գիտաշխատողներին նկատի ունեմ եւ ելի եմ նշում, որ սա գիտնականների ամբողջ վարձատրությունը չի, որտեղ ոլորտում գործում են նաեւ դրամաշնորհային ծրագրեր, որոնք որ հնարավորություն են տալիս առնվազն կրկնապատկել այս վարձատրությունը եւ հիմա մեր արդյունավետ աշխատող գիտնականները բավականին բարձր եւ մրցունակ վարձատրություն են ստանում եւ Նաև սրա պարզ վկայությունն է այն, որ 2022-23 թվականներին կոտրվել է այն տենդենսը, որ մենք ունեցել ենք անկախությունից ի վեր, որ ամեն տարի գիտաշխատողների թվի նվազում ենք գրանցել եւ 22-23-ին առաջին անգամ մենք գրանցեցինք նոր գիտնականների մուտք համակարգ եւ դրանք հիմնականում բնականաբար երիտասարդ գիտնականներ են եւ այս տենդենսը շարունակվում է յուրաքանչյուր տարի, սա նշանակում է, որ հիմա մենք ստեղծել ենք մի միջավայր, որտեղ մեր երիտասարդները մտածում են, որ գիտությամբ զբաղվելը իրենց համար թե հեռանկարային է, թե մրցունակ է եւ բոլորովին վերջերս պարոն վարչապետի հետ նաեւ հնարավորություն ունեինք այցելել Երևանի պետական համալսարան, որտեղ ես նշեցի, որ շուրջ 3 միլիարդ դրամի ներդրում է արեպետությունը կապիտալ ծախսերի ուղղությամբ եւ հիմա մենք այստեղ ունենք իրավիճակ, որ կարող ենք ամենաարդիական հետազոտությունը իրականացնել մեր երկրում, հենց մեր լաբորատորիաներում, երբ որ նախկինում այդ ուրեմն հետազոտությունների համար մեր գիտնականները ստիպված էին լինում դուրս գալ, մեկնել արտասահման եւ այսօր ունենք իրավիճակ, երբ որ դրսից են գալիս մեզ մոտ աշխատելու եւ բավականին ուրեմն արտասահմանից մեզ մոտ եկող գիտնականներ ունենք, առանձին ծրագրեր են իհարկե սրանք նաեւ մեր կողմից իրականացվող, որտեղ նրանք գալիս են եւ տեղի գիտնականների հետ աշխատում են։ Այսինքն գիտեք, այստեղ ամեն ինչ կարելի է գալ եւ անվանել գեղեցիկ բառեր, իսկ գուցե որոշ առումով իրականությունն է այդպիսին դառնում այն աշխատանքի շնորհիվ, որ արվում է, եւ գիտեք, միշտ կարելի է խոսել խնդիրներից ու խնդիրներից պետք է խոսել, բայց առնվազն ազնիվ չի գալ եւ չնկատել են փոփոխությունները, որ արվում են, եւ ես կարծում եմ այսօր ցանկացած գիտական համայնք կարելի է գնալ, հանգիստ մտնել, տալ հարցեր եւ ստանալ պատասխաններ, ու այդ պատասխանները ցույց կտան, որ գիտության ոլորտում երբեք չի արվել այնքան աշխատանք, ինչքան արվել է այս կառավարության օրոք ու գիտության այն մրցունակությունը, որ մենք ունենք, դա հետևողական աշխատանքի ու ջանքի հետևանքն է, մնացած բոլորը կներեք խոսակցություններ են, որոնք գուցե բնական է, որ պիտի տեղի ունենան այս դահլիճում։ Շնորհակալություն։